ամեն նոր դարաշրջան մարդկանց ավելի հարմար երևույթներ է ստեղծում։ Եթե նայենք ամեն ինչի մեջ մենք կարող ենք բացասական բաներ գտնենք, այդ թվում նաև սոցցանցերը, բայց դրականը ավելի շատ։ Այսօրվա իրականության համար եւ հայ ժողովրդի այսօրվա ճակատագրի առումով ոնց որ հաղորդակցության շփման լավագույն տարբերակներից մեկն է։ Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, բայց այն մարդիկ, որ զբաղվում են, значит նրանք ինչ որ բան ուզում են քաղեն դրանից, ճիշտ է։ Դրա համար ինձ մոտ հետաքրքրություն չկա եւ քաղելու բաներ չկա։ 2006 թվականին վիրտուալ աշխարհը համալրվեց եւս մեկ սոցիալական ցանցով Odnoklassniki.ru։ Այն ստեղծեց ազգությամբ ռուս Ալբերտ Պոպկովը։ Odnoklassniki.ru-ն միանգամից լայն տարածում գտավ Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում։ 2013 թվականի հուլիս ամսին Odnoklassniki կայքը մտել է աշխարհի 10 ամենաշատ այցելություն ունեցող սոցցանցերի ցանկի մեջ։ Նույն տարվա հունվարի դրությամբ կայքն աշխարհում 205 միլիոն օգտատեր ուներ։ Օգտատերերի հիմնական մասը 18-ից 24 տարեկան երիտասարդներն են, ընդ որում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին։ Ես Odnoklassniki-ում եմ գրանցված, փակ պրոֆիլ, իմ ամուսինս թույլ է տալիս այդ ձևով, ես էլ օգտվում եմ, եթե թույլ չտար, խնդիր չէր լինի։ Դասարանցիներս հետ ընկերներս հետ հենց շփվելը հեշտ է, այստեղ չեն հեռվում են, շփվում ենք։ Չեք օգտվում։ Ընդհանրապես, հա։ Ճիշտն ասած, ես գրանցված չեմ, բայց մեր տանը հավանաբար ինձնից բացի բոլորը գրանցված են։ շատ հաճելի է Odnoklassniki-ում լինել, բայց նաև առանց Odnoklassniki կարող եմ ոս անցկացնել։ Իրական կյանքում ավելի հաճելի է շփվել ընկերների հետ։ Հաճախակի չեմ մտնում, ճիշտ ասած, ինչ որ տեղեկություններ իմանամ ցանցի 8 տարին ալրանում թե չէ, ուղղակի պատահական շփվում եմ հարազատներիս հետ, որոնք դրսում են, ընկերներ, զբաղվում են։ Կան մարդիկ ամուսնանում են, չգիտեմ, նայած ով ինչ նպատակով օգտագործում։ Լիգա եմ խաղան, Լիգա Սկորստ։ Ռենջերներ ունեմ, ֆուտբոլիստներ ունեմ։ Մնացածը չեմ հիշում։ Որ նկարներով վիդեոներ են սարքում, մինուտան, ամեն օր միավորները վերցնում եմ ու նկարներ եմ սարքում այդպես, պատրաստի վիդեոներ, ու մնացած տարբեր շատ կան։ Խաղում եմ ազատ ժամանակ, երբ որ երեխեքին քննացնում եմ, իրիկունը։ Այսօր արդեն լրանում է Odnoklassniki կայքի 8-ամյակը։ Հայաստանում Odnoklassniki կայքից օգտվողների թիվը բավականին մեծ է։ Սոցցանցերի այցելությամբ այն զիջում է միայն Facebook-ին։ Եթե նայենք Հայաստանի Հանրապետությունում սոցցանցերի տարածման քարտեզին, ապա 2011 թվականի դեկտեմբերին այն ներկայացնում էր որպես Odnoklassniki-ի տիրույթ, իսկ 2012 թվականին մեր երկիրն արդեն ներկայացնում էր որպես Facebook-յան տիրույթ։ Հայաստանի Հանրապետությունում Odnoklassniki կայքի ամսական այցելությունը 700,000 է։ Այս թիվը ինտերնետից օգտվողների մոտ 40%-ն է կազմում, երկրի բնակչության մոտ 1/4 մասը։ Հայաստանում կայքը հասանելի է ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն տարբերակով։ Հայերեն տարբերակը գործում է 2013 թվականի մարտի 25-ից, իսկ ահաբջջային հեռախոսի միջոցով Հայաստանում կայքից օգտվում է շուրջ 272,000 մարդ։ Պատկերացնենք, իմացար, որ Odnoklassniki սայթը փակվել է, ինչ կանես։ Թոզո սայթ բաց կանեմ։ Չէ, որ ընդհանրապես էլ Odnoklassniki-ին չկա։ Տանկի օնլայն կախ կանեմ։ Էմմա Պետրոսյան, Վահե Աղամյան, լուրեր։